Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել Արբենյանի YouTube-յան ալիքի եթերում տրվում է վերջին խաղային օրվա 1 տարկը խաղային շաբաթվա ու արդեն առաջինը միմյանց դեմ մրցում են կրկին Աջափնյակն ու Ատալանտան եւս մեկ հետաքրքիր դիմակայության պատասխան հանդիպում, որտեղ առաջին խաղում 4-1 հաշվով հաղթել է Ատալանտան, բայց այսօր Աջափնյակը այդ տրամադրվածությամբ է իհարկե ներկայացել այս հանդիպմանը, նրանք պետք է փորձեն իսկապես այս խնդիրը լուծել, շատ բարդ խնդիր, որը առաջացեց Աջափնյակի իր համար առաջին իսկ խաղում, բայց իհարկե տեսնենք այսօր հանդիպումը ինչպես կընթանա, Ատալանտան էլ բնականաբար այստեղ է հերթական իր մրցաշարում իր արդյունքները բարելավելու հաջորդ փուլում հայտնվելու համար, հիմա տեսնենք ինչ պատեց Կոշկարյանին, կարծես ստացավ հարված ոտքին հենց առաջինից դրվագում, երբ նա գնդակով էր, բայց հուսանք, որ լուրջ ոչինչ չի լինի Կոշկարյանի հետ, իսկապես շատ կարևոր ֆուտբոլիստ Ատալանտայի համար, ու եթե հիմա վնասվածքը լուրջ լիներ, ապա պատկերացնում եք ինչ տեղի կունենար իհարկե Ատալանտայի հայտացուցակում, միանգամից մի քանի սցենարով Ատալանտայի կազմը կարող էր փոխվել, եւ հիմա Շանելյանն է գնդակով փակեց Վանիկ Պետրոսյանը փոխանցման ճանապարհը ու եկեք հիմա արդեն ծանոթանանք թիմերի հայտացուցակների հետ, սկսենք Աջափնյակից, Գրիգոր Առաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Գեգամ Մեթոյան համար 4, Ժոզեֆ Շանելյան համար 5, նա թիմի ավագ է Կոշկարյան 1-0, նորից Ատալանտան առաջի հասնում հաշվում է ու կրկին շատ արագ գոլի հեղինակ է դառնում Վարդան Կոշկարյանը։ Վարդան Կոշկարյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը, 5-1 էլ ընդհանուր դիմակայությունում ունի առավելություն այս պայդրությամբ, Ատալանտան իսկապես շատ արագ բացեց Ատալանտան այս խաղում հանդիպան հաշիվը, ինչը իհարկե հանդիպան սցենարի հետ այսպես ասած չի համապատասխանում, պետք է Աջափնյակը նետվեր առաջ, բայց փոխարենը Ատալանտան շատ արագ հակագրով կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ, նույնիսկ թույլ չտվեցին Ատալանտայի ֆուտբոլիստները ամբողջական հայտացուցակը ներկայացնեմ։ Դա կանեմ, հիմա սկսենք, նորից Աջափնյակ դարպասը պաշտպանում է Գրիգոր Առաքելյանը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Գեգամ Մեթոյան համար 4, Ժոզեֆ Շանելյան համար 5, նա թիմի ավագն է, Գոր Մարտիրոսյան համար 6, հիմա էլ կտրող փոխանցում դեպի Մեթոյանը, բայց այստեղ լավ չընդունեց Մեթոյանը, գնդակը չի ավարտվել այսքանով Աջափնյակի գրող Խանդամիրյան եւս մեկ փոխանցում ու փակվում է Խանդամիրյանի փոխանցման ճանապարհը, որքան ակտիվ է իսկապես մեկտարկել այս հանդիպումը, հիմա էլ կար խաղի կանոնների խախտում Կոշկարյանի դեմ պայքարում։ Օգտություն ցուցաբերեցին Կոշկարյանին ու ամեն ինչ կարգին է Վարդան Կոշկարյանի հետ, բայց պետք է իհարկե ավելի ուշադիր գործի Կոշկարյանը, երկրորդ բախումը տեղի ունեցավ նրա հետ ու կարող է իսկապես վնասված ստանալ Կոշկարյանը, եթե իհարկե Ատալանտան հայտնվի հաջորդ փուլում, ինչին շատ մոտ են Ատալանտայի ֆուտբոլիստները ու Կոշկարյանը բացակայի խաղում դա իհարկե կարող է շատ անդառնալ հետևանքներ ունենալ։ Խանդամիրյան կա փոխանցում, Մեթոյան լավ չընդունեց, բայց հարվածեց ամեն դեպքում ու շեղությամբ է ստացվում Մեթոյանի կատարած հարվածը, այո, սա էլ Աջափնյակի պատասխան գրոնն էր։
Ի վերջո հիմա շարունակեմ ամբողջական այդացակը ավարտին հասնել Աջափյակի Ռաֆայել Մովսիսյան համար 9, Նարեկ Խանդամիրյան համար 14 եւ Անդրանիկ Պետրոսյան համար 17։ Ատալանտա դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12, Արամայիս Գրիգորյան համար 3, ինչ փոխանցում հիմա Եգանյանից դեպի Պետրոսյան ու չհասավ։ Պետրոսյան այս իրավիճակում գնդակին մի փոքր ուժեղ ստացվեց Եգանյանի կատարած փոխանցումը, բայց իհարկե ավելի լավ տարբերակ կարծում եմ չէր կարող մտածել այստեղ Եգանյանը շատ ճիշտ վարվեց նկատելով խաղընկերոջ գրոհի միացումը, պարզապես փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց։ Ու շարունակեմ նաև ծանոթացնել Ատալանտայի հայտարարությանը Սուրեն Սարգսյանը դարպասում է համար 12, Արամայիս Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյան համար 5, Նաթիմի Ավագտ է, Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովհաննիսյան համար 8, Ռազմիկ Եգանյան համար 11, Դավիթ Յավարյան համար 22, Դավիթ Աթայան համար 28, Վանիկ Ղազարյան համար 33, Մաքս Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77, ով այսօր դարձել է առայժմ այս հանդիպան միակ խփած գնդակի հեղինակը Մարտիրոսյան դեպի Տուգանայինի մատույցներ այստեղ Մաքս Սարգսյանը հեռացեց գնդակ ու Ատալանտան եւս մեկ հակագրոհի փորձեր իրականացնում, բայց այստեղ թույլ ստացվեց փոխանցումը ու Մովսիսյանին է բաժին ասել գնդակը Գրիգորյան Սայթակեց այստեղ Վարդան Գրիգորյան ու Յավարյանն է խլում կարողանում կատարել եւ շարժվում է առաջ շատ լավ նկատեց Աթայանի գրոհի միացում ու կատարեց փոխանցում Աթայան եւս մեկ փոխանցում Կոշկարյան ու չհասկացան այստեղ միմյանց Կոշկարյանն ու Եգանյանը իրատեսական հնարավորություն է հիմա կորցնում Ատալանտան այս խաղում կրկնապատկելու իր առավելությունը եւ հիմա Աջափյակի պատասխանը, բայց Մովսիսյանը հեռու թողեց գնդակը ու այն դուրս եկավ դաշի սահմաններից իսկապես շատ լավ հնարավորություն կորցրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, չհասկացավ Կոշկարյանը Եգանյանին կարող էր հենց Կոշկարյանը եզրափակել այս իրավիճակում գրոհը, բայց դրվագը արդեն անցյալում է ու եզից կնետի Ատալանտան իսկապես թիմերը շատ բարդ ճանապարհ են անցել մինչև այս փուլը, այնպես չէ որ երկուսն էլ կարողացան են խմբային փուլը հաղթարել, ճիշտ է ունեցան խնդիրներ, բայց պատվով ավարտեցին երկուսն էլ խմբային փուլը Winter Cup-ի։ Աջափյակը զբաղեցեց 6-րդ հորիզոնականը, Ատալանտան մյուս խմբում 3-րդ ու թիմերը հանդիպել են 1-8-ում միմյանց, որտեղ այս զույգի հաղթողը 1/4-ում մրցելու է Մոնցա Վիլյարեալ զույգի հաղթողի հետ, որտեղ դիմակայության առաջին խաղում Մոնցան կարողացավ պարտվելից 3 գնդակ հեղինակելու, հաղթել 3-2 հաշվով Վիլյարեալին, բայց այս հանդիպումից անմիջապես հետո մենք միասին կդիտենք նաև այդ դիմակայության պատասխան հանդիպում ու արդեն պարզ կդառնա թե այս զույգի հաղթողին ով բաժին կհասնի Վիլյարեալ Մոնցա զույգում։ Մարտիրոսյան ընդունեց գնդակը դեպի Աչեզը Խանդամիրյանն է Աչեզրում կրկին գոր Մարտիրոսյանին ուղարկեց վտանգավոր գրոհի իմանցել Աջափյակը Մարտիրոսյան բարձից փոխանցում, բայց Վանիկ Պետրոսյանն առաջինն էր Շանելյանն է միացել Աջափյակի գրոհին դեպի Տուգանայինի մատույցներ Մեթոյանն էլ արվածեց ու այստեղ Սուրեն Սարգսյանն է փրկում այս իրավիճակում Ատալանտային Մարտիրոսյան եւս մեկ փոխանցում ու Մաքս Սարգսյանն է հեռացնում Եգանյանն ընդունեց գնդակը, բայց Մովսիսյանը վրա ասավ երկու իրավիճակում էլ մաքուր գործեց Մեթոյան, ինչը կատարվում հիմա Ատալանտայի Տուգանայինի մատույցներում Խանդամիրյան հարվածի փորձ, բայց ստացվեց այստեղ փոխանցում ու Եգանյանն է հեռացնում է գնդակը եւ նորից Վարդան Կոշկարյանն է հայտնվել ուշադրության կենտրոնում ու Հիմա կրկին Կոշկանը կանգնեց ոտքի, երրորդ արդեն միջադեպ այս խաղում Կոշկարյանի հետ կապված 3 անգամ հայտնվեց խոտածածկին ֆուտբոլիստը, բայց իհարկե հուսանք որ լուրջ ոչինչ տեղի չի ունենա այս խաղում Կոշկարյանի հետ, արդեն նա հայտնվել է այսպես ասած ուշադրության կենտրոնում ու այսպիսի դրվագներում պետք է շատ ավելի ու ավելի ուշադիր լինի Շանելյան ուղարկեց գնդակը Պետրոսյանին Գոր Մարտիրոսյան դեպի Տուգանայինի մատույցներ ու այստեղ եթե Կոշկարյանը չհասներ դիպչեր գնդակին, ապա Խանդամիրյանը շատ վտանգավոր դիրքում կստանար գնդակը Մովսիսյան ու Կոշկարյանն է հաջող խլում կատարում ուղարկելով գնդակը Ռազմիկ Եգանյանին շարժվում է առաջ Ատալանտան Եգանյան, բայց այստեղ Շանելյանը շատ վստահ գործեց ու պահեց գնդակի իր մոտ Ժոզեֆ Շանելյանը
Դեպի Մովսիսյանը փոխանցում, պետք է գնա իսկապես Աջափյանը առաջում, մտածի առաջին հերթին այս խաղում, այս պայի դրությամբ դուրս գալ պարտվողի կարգավիճակից ու փորձել 1-2 իհարկե որքան կստացվի հեղինակել, բայց շատ ծանր ու դժվար է լինելու այդ ամենը Աջափյանի համար, քանի որ Ատալանտան ոչ միայն լավ հակագրում է, այլև շատ լավ է գործում պաշտպանությունում, Աթայան չստացվեց այստեղ Աթայանի փոխանցում ու արված կտեսնենք Գրիգոր Արաքելյանի պաշտպանած դարպասից Արագորեն, տեսեք, արդեն չունի իսկապես Աջափյանը մտածելու ոչինչ, պետք է իսկապես որքան հնարավոր է շուտ շարժվել առաջ ու փորձել այս դիմակայության ընդհանուր հաշիվը վերականգնել, ճիշտ է, կրկնում եմ եւս մեկ անգամ շատ բարդ իրադրության մեջ է հայտնվել Աջափյանը, բայց նրանք մեկ անգամ չէ որ նմանատիպ իրավիճակներից կարողացել են պատվով դուրս գալ ու տեսնենք արդյոք Աջափյանի մոտ կստացվի թե ամեն դեպքում Ատալանտան կգնա դեպի 1/4 Մաքսիմ Սարգսյանն է նետում կատարում եսից, Պետրոսյան, Կրկին Սարգսյան դեպի առաջ, իհարկե նմանատիպ իրավիճակներում պետք է հենց այսպես վարվել, երկմտելու ժամանակ նույնիսկ պետք է չտրամադրել այդ ամենի խոսքս Ատալանտայի տեսանկյունին է վերաբերվում, պարզապես հեռացել գնդակը Տուգանայինի մատույցներից ու զերծ մնալ ավելորդ ռիսկերից, իսկ Աջափյանը պետք է այո, նույնիսկ կասեմ այս պայից սկսած նետվի առաջ ու փորձի որևէ բան Առաջարկել Ատալանտային Եգանյան շատ լավ փոխանցում Կոշկարյան կտեսնենք դուբլը արդյոք ոչ շեղությամբ է հարվածում Կոշկարյան ու Եվս մեկ հնարավորություն է կորցնում Ատալանտան արդեն խփած գնդակից հետո երրորդ իրատեսական շանսը գործեցին Ատալանտայի ֆուտբոլիստները այս խաղում, բայց այս ամենից պետք է իհարկե հետևություններ անել ու ավելի ուշադիր լինել խոսքս Աջափյանին է վերաբերվում պաշտպանությունում նորից Կոշկարյանն է ստանում գնդակ ու հիմա էլ Արաքելյանն է փրկում այստեղ եւ հիմա Աջափյանի գրոհ տեսնենք Նարեկ Խանդամիրյան դեպի Տուգանայինի մատույցներ, բայց թույլ ստացվեց մի փոքր Խանդամիրյանի կատարած փոխանցում մի փոքր ավելի այսպես ասեմ այլ ուղղությամբ կատարած փոխանցում Խանդամիրյանը քան խաղընկերն էր սպասում գեղեցիկ է գործում Ադամյան այս իրավիճակում դեպի Յավարյանը փոխանցում ու տեսեք այս Ադամյանն է միացել գրոհին բայց այստեղ շատ իսկապես գեղեցիկ հակագրոհ է կազմակերպում Ատալանտան ու եթե մի փոքր հաջող ընդուներ Ադամյանը Յավարյանի կատարած փոխանցում ապա այս գրոհը այլ կերպ կավարտվել Պետրոսյան ընդունեց գնդակ ու պայեց այն իր մոտ ուղարկում է Գոր Մարտիրոսյանին լավ արագություն տվեց Մարտիրոսյան իհարկե դեռ Գոր Մարտիրոսյանի լավագույն մարզավիճակում չէ իսկապես նրա վնասվածքից անցել է բավական ժամանակ բայց ֆուտբոլիստը դեռ ամբողջապես չի ապակինվել իհարկե եւ Մարտիրոսյանը լինում է իր մարզավիճակում ապա մենք այլ ֆուտբոլ ենք տեսնում Աջափյանի կատարմամբ այլ ֆուտբոլ ենք տեսնում Մարտիրոսյանից բայց հույս ունենանք որ իսկապես Մարտիրոսյանի ապակինման գործընթացը շուտ կավարտվի ու նա կվերադառնա իր խաղամակարդակին, որը հիշեցնում եմ մենք շատ անգամներ ենք տեսել ու հիացել նրա խաղով։ Հիմա ստանդարտ է վաստակում Աջափյանը Ատալանտայի դարպասի ուղղությամբ հեռու տարածություն, բայց իհարկե ունի Աջափյանի կազմում կատարողներ ու կարծես հենց հիմա էլ պատրաստվում է կատարողներից մեկը հարված կատարել Ռաֆայել Մովսիսյանն է։ Արդյոք հարվածելու թե ամեն դեպքում Շանելյանը փորձի այս տարածությունից ոչ հեռացավ Շանելյանը գնդակի մոտից թողնելով Մովսիսյանին միայնակ կա մրցավարի սուլիչը Ռաֆայել Մովսիսյան խաղարկում այստեղ Գրիգորյանի հետ ու վտանգավոր ստացվեց Գրիգորյանի հարվածը բայց Սուրեն Սարգսյանը տեղում էր ու կարողանում է հեռացնել անկյունային իրականացնի հիմա Աջափյանը Խանդամիրյան խաղարկում է Մարտիրոսյանի հետ գնդակը Գոր Մարտիրոսյան ու կայո կա խաղի կանոնների խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում Աթայանի կողմից Եվ ստանդարտ են վաստակում Աջափյանի ֆուտբոլիստները Տուգանայինից մի փոքր դեպի ավելի աջ անկյուն գտնվող հատվածում ու տեսնենք այս ստանդարտը ինչի կվերածի Աջափյանը Մարտիրոսյանն է հենց գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Գոր Մարտիրոսյան փոխանցում Տուգանայինի մատույցներ բայց այստեղ հեռացեցին գնդակ Ատալանտայի ֆուտբոլիստները Շանելյան Երկրորդ տեմպով հիմա կգրոյի Աջափյանը դեպի Մովսիսյանը փոխանցում հետևեց կա Խանդամիրյանի տարբերակը բայց Յավարյանը շատ ճիշտ ժամանակին կանգնեց գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց Մովսիսյանի փոխանցումը հասնի հասցեատիրոջը Մարտիրոսյան եւս մեկ փոխանցում Գրիգորյանն է ընդունում գնդակը թողեց Պետրոսյանին Շանելյան
Շարժվում է առաջ Յոզեֆ Շանելյանը, Վանիկ Պետրոսյանն է դիմավորել Շանելյանին, ամեն դեպքում մնաց գնդակով Շանելյանը, բայց այստեղ մի փոքր հեռու թողեց, հաջող չընդունեց ու Ադամյանի փոխանցումը տեսանք դեպի Վանիկ Պետրոսյանը եւ եւս մեկ գրո Ատալանտայից, բայց Արաքելյանը այստեղ կարողացավ դուրս գալով դարպասից փակել Վանիկ Պետրոսյանի փոխանցման ճանապարհը, հետո սխալ տեղի ունեցավ ու եզից նետելու է Ատալանտան։ Պետրոսյան Բարձից հիմա այդ փոխանցում Յավրյանի ուղղությամբ, բայց Վարդան Գրիգորյանն առաջինն է, Ռաֆայել Մովսիսյան շարժվում է առաջ, աջակցակը, բայց բրավո Մաքսիմ Սարգսյանն ինչ լավ գործեց այս իրավիճակում, փակելով փոխանցման ճանապարհը ու հենց հիմա ինքն է սկսում Ատալանտայի երթական գրոններից մեկը, Սարգսյան դեպի կենտրոն բայց Շանելյան այստեղ միայնակ էր ու մեկը պումով ուղարկեց Մարտիրոսյանին, Մարտիրոսյանն էլ Մեթոյանին, բայց Ադամյանը նաև այստեղ է հասնում այս իրավիճակում փակել Մեթոյանին ու թույլ չտալ հարված հետևի դարպասի ուղղությամբ, Վանիկ Պետրոսյան դեպի Կոշկայանը փոխանցում, բայց մի փոքր անհաջող ստացվեց այս փոխանցում ու նորից աջակցակը շարժվում է առաջ Մեթոյան Եղա Մեթոյանն է գնդակով թողեց Վարդան Գրիգորյանին դեպի կենտրոնը շարժվում Գրիգորյանը, տեսնենք ինչ որոշում է կայացնելու Մարտիրոսյանին ուղղեց գնդակը, բայց այստեղ Մաքսիմ Սարգսյանը թիկունքից հարվածեց Մարտիրոսյանին ու ստանդարտ է նշանակել մրցավարը Խաղարկեց Մարտիրոսյանը գնդակը Ռաֆայել Մովսիսյանի հետ դեպի Ձախ Մովսիսյանը, Շանելյան Բարձից փոխանցում, բայց Մեթոյանին ուղղված այս փոխանցումը մի փոքր բարձր ստացվեց այս իրավիճակում, եթե որսար Մեթոյանը գնդակ, ապա հարվածը չենք կարող ասել ինչպես կավարտվեր, համենայն դեպս տպավորությունը այնպիսին էր, որ կարող էր Մեթոյանը ցանկության դեպքում իհարկե հարված կատարել դեպքում իհարկե գրավել այս իրավիճակում դարպասը, եթե արձագանքել այս գնդակին Պետրոսյանն է կատարում եզրային նետումը, Արաքելյան Պետրոսյան ուժեղ փոխանցում առաջ Խանդամիրյանն ընդդեմ Աթայանի, բայց գնդակը բաժին ասավ առաջինը Աթայանին դեպի Վանիկ Պետրոսյանը մնաց գնդակով Պետրոսյան ու շարժվում է առաջ Վանիկ Պետրոսյան հարվածել կա, բայց շեղությամբ է ստացվում այստեղ Պետրոսյանի կատարած հարվածը իսկապես տեսեք չունի ժամանակ աջակցակը մտածել ու շտապում են դեպի առաջ Շանելյան Ձախ եզրով շարժվում է առաջ Յոզեֆ Շանելյանը, բայց այստեղ Ադամյանն ու Պետրոսյանը միահամուռ ուժերով կարողանում են Փակել Շանելյանի առաջ խաղացում ու հիմա էլ Մարտիրոսյանն է վերականգնում գնդակը աջակցակի համար դեպի Մովսիսյանը, բայց սուլեց այստեղ մրցավարը, հասկանանք ինչ է պատել Վանիկ Պետրոսյանին Ամեն ինչ կարգին է Պետրոսյանի հետ, մրցավարը գնդակը հանձնում է աջակցակի ֆուտբոլիստերին ու պետք է երկրորդ տեմպով իսկապես հիմա գրոյի աջակցակը պետք է որքան հնարավոր է շատ գրոհներ իրականացնել, պետք է որքան հնարավոր է արագ մեկը կամ երկուսը ետ բերել Մովսիսյան լավն էր մտահղացումը, բայց փոխանցում ուժեղ ստացվեց Մեթոյանի համար Մաքսիմ Սարգսյանը կսկսի դարպասից երկար փոխանցում առաջ, այստեղ չկար ոչ ոք ու հարված Արաքելյանի դարպասից Նարեկ Խանդամիրյանի հետ է խաղարկում Արաքելյանը գնդակը շարժվում է առաջ Խանդամիրյանը դեպի Մարտիրոսյանը փոխանցում կա Մովսիսյանը կա փոխանցում Ռաֆայել Մովսիսյան առանց մտածելու հարված շատ ճիշտ վարվեց այստեղ Մովսիսյանը եթե ընդուներ գնդակը ապա մեծ հավանականությամբ կկորցներ այս իրավիճակում քանի որ եթե չեմ սխալվում Մաքսիմ Սարգսյանն է արդեն մոտենում նրան բայց Մովսիսյանի հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց այս իրավիճակում Աթայան Երկար փոխանցում դեպի Ռասմիկ Եգանյանը լավ շրջվեց այստեղ Եգանյանը գուցե հարված տեսնենք ոչ ուղարկում է գնդակը աչեզր Վանիկ Պետրոսյան
դեպի Կոշկարյանը ինչ արված եւս մեկ արված ու երկու դրվագում էլ Արաքելյանն է փայլում թե Կոշկարյանի թե հետո Եգանյանի հարվածի ժամանակ այստեղ պարզապես փրկեց Արաքելյանը աջակցակին իսկ հիմա էլ Մաքսիմ Սարգսյանն է հրաշալի գործում եւ եզից կնետի Ատալանտան Սարգսյանն հենց կատարելու եզրային նետումը դեպի Կոշկարյանը, բայց Շանելյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին Մարտիրոսյանին կատարեց փոխանցում, բայց Մարտիրոսյանը այստեղ լավ չընդունեց գնդակը, հետո էլ Ադամյանի փոխանցումը մի փոքր շեղությամբ ընթացավ ու եզրային նետումը վաստակում աջապտյակ այս իրավիճակում Արաքելյան դեպի Նարեկ Խանդամիրյանը ու խախտեց Խանդամիրյանը խաղի կանոնները այստեղ Աթայան Դեպի Տուգանայինի մատուշտեր, բայց Արաքելյանը այստեղ կրկին իր տեղում էր Ժոզեֆ Շանելյան մի փոքր պետք է աջապտյակը իսկապես հարցակման գիծը ուժեղացնի ու կարծում եմ ավելի հարմար կլինի գրո եզապակիչ մասը կա փոխանցում, բայց դուրս եկավ այստեղ Միչև Պետրոսյանի փոխանցում կատարել է գնդակը դաշտի սահմաններից դուրս ու Մաքսիմ Սարգսյանը սկսում է դարպասից եւս մեկ երկար փոխանցում նորից Եգանյանի ուղղությամբ բայց այստեղ լավ գործեցին աջակցակի տղաները Խանդամիրյան հերվից արված Մաքսիմ Սարգսյանն է հիմա կանգնում գնդակի ճանապարհին եզրային նետման հնարավորություն տալով աջակցակին կա փոխանցում բայց Կոշկարյանն է այստեղ էլ կանգնած Շանելյանի առջև ու Յավրյանն է շարժվում առաջ բայց տեսեք ինչ համառ պայքար առաջարկեց Յավրյանին Շանելյանը ու խլում կարողացավ կատարել Մարտիրոսյան գուցե արվածի Մարտիրոսյանը կա փոխանցում դեպի Պետրոսյանը ու 11 մետրանոց արված է նշանակում մրցավարը Ատալանտայի դարպասի ուղղությամբ այո այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը աջակցակի գործողություններում ու տեսնենք ով է հարվածը կատարելու 11 մետրանոց նշակետից Բայց տեսնենք արդյոք մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը, թե ամեն դեպքում հստակ է որոշման մեջ, ոչ, ապահովության համար կարծես ստուգելու է։ Իհարկե հանդիպման լարվածությունը իր գործը անում է խաղադաշտում։ Դիտեց մրցավարը ամեն դեպքում դրվագի կրկնապատկերը ու մնում է որոշմանը 11 մետրանոց հարվածը նշանակված է Սուրեն Սարգսյանի դարպասի ուղղությամբ հարվածն էլ պատրաստվում է կատարել Ժոզեֆ Շանելյանը եւ սրանից լավ հնարավորություն կարծում եմ չի ստանա աջակցակ հաշիվը հավասարեցնելու Շանելյան հարված անկասելի է ստացվում Շանելյանի հարվածը 1-1-1 գնդակ կարողանում է հեղինակել աջակցակը Ժոզեֆ Շանելյան լավ հարված կատարեց 11 մետրանոց նշակետից ու հաշիվը հավասար է այս խաղում, բայց 5-2 ընդհանուր դիմակայություն ու առջևում է Ատալանտան Կոշկարյան ու նորից գնավում է Կոշկարյանը դարպասը շատ արագ Ատալանտան կրկին առաջ է հասնում հաշվի մեջ Բրավո! Այդ եմ ուզում քեզնից Վարդան Կոշկարյան 2-1 անմիջապես Շանելյանի գոլը հեղինակելուց հետո Ատալանտան սկսեց կենտրոնից ու նորից հաղթողի կարգավիճակում են այս խաղում շատ լավ գրո Ատալանտայից տեսանք եւ նորից Ատալանտան այս խաղում արժեվում է մեկ գնդակի տարբերությամբ խաղակեսի վերջնամասը շատ գոլարատ է ստացվում իսկապես եթե բաց թողներ երկրորդ գնդակը աջակցակ ու փորձեր մի փոքր ավելացնել եւ անցնել հաշվի մեջ առաջ ապա այլ ֆուտբոլ կտեսնենք բայց Ատալանտան դա թույլ չտվեց ու շատ արագ խփեց եւս մեկ գնդակ հիմա աջակցակի խնդիրը իհարկե ավելի է բարթանում այսինքն կլինի ասել մնում է նույնը ինչ առաջ էր ինչ Միչև Շանելյանի հարված կատարելներ մեկ գնդակ Վանիկ Պետրոսյան ու այստեղ Մովսիսյանն է հաջող գործում երկար փոխանցում առաջ բայց ուժեղ ստացվեց այստեղ Մովսիսյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից
Ադամյան Ադամյան լավ անցում Ադամյանից, բայց վերջին պահին Խանդամիրյանը հասցրեց փակել Ադամյանի առաջ խաղացում ու հիմա շարժվում է առաջ Աջափթակը Գրիգորյան Մարտիրոսյանն է ուղարկում գնդակը լավ փոխանցում էր մտածել Գոր Մարտիրոսյանը, բայց փակվեց գնդակի ճանապարհը Ադամյան հրաշալի է Ադամյան մնաց գնդակը Ատալանտայի մոտ Եգանյան աչից կա Ադամյանը, բայց Եգանյանն է հարվածում ու այստեղ Գրիգոր Արաքելյանը շատ վստահ գործեց ու հեռացեց Եգանյանի կատարած հարվածից հետո գնդակը, եթե հիմա խփեր եւս մեկը Ատալանտան, ապա իսկապես կարելի է ասել այդ մեկ գոլով կարող էր վճռել ընդհանուր պատկերը իհարկե այսպես էլ է Ատալանտայի առավելությունը շատ մեծ խոսքս ընդհանրապես դրա մասին չէ 4 գնդակի առավելություն ընդհանուր դիմակայությունում այս պայմանությամբ ունի Ատալանտան ու պատկերացնել ինչպես պետք է Աջափթակը երկրորդ խաղակեսում փրկի այս ամենը բարդ է, բայց Աջափթակը սովոր է նման իրավիճակներից դուրս գալու համար արդյոք իհարկե դա կլինի Ատալանտայի հետ թե ոչ չեմ կարող ասել դա ցույց կտա հանդիպման երկրորդ խաղակեսը Կոշկարյան Դեպի Յավորյանը Շանելյանն առաջինն էր, բայց մնաց գնդակով Յավորյանը այստեղ շատ հաջող փակեց Շանելյանի առաջ խաղացումը ու հիմա թողնում է գնդակը Եգանյանին Մաքսիմ Սարգսյան Յավորյան լավ չընդունեց գնդակը, բայց հարվածեց ամեն դեպքում ու դիպավ գնդակեց Յավորյանի ձեռքին այստեղ Շանելյանն է շտապում գնդակը առաջ ուղարկել երկար փոխանցում դեպի մրցակցի Տուկանային հրապարակ Մեթոյանին բաժին ասավային Պետրոսյան դեպի Մարտիրոսյանը Բարձից փոխանցում Մովսիսյան ու չստացվեց Ռաֆայել Մովսիսյանի մոտ այստեղ փոխանցում կատարել այլապես Մեթոյանը կարող է դատար դարպասը գրավել Եգանյան Գրիգորյանն է դիմավորել ու շատ հաջող այստեղ փակեց Եգանյանի առաջ խաղացումը Յավորյանն էլ այստեղ տարավ գնդակի իրեն, բայց Գրիգորյանը շատ հաջող է գործում այս երկու իրավիճակներում Պետրոսյան, բայց փոխանցումը շատ հեռուն գնաց ու Մարտիրոսյան այս գնդակին հասնել չէր կարող վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 2-1 հաշվով հաղթում է նորից այս խաղում Ատալանտան մի փոքր հանգստանանք ու կշարունակենք Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Աջափթակ Ատալանտա հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո 2-1 հաշվով հաղթում է Ատալանտան նախ Կոշկարյանը դարձավ դուբլի հեղինակ Ժոզեֆ Շանելյանն էլ խփեց Աջափթակից մեկ գնդակ ու այդպես թիմերը գնացին ընդմիջման 2-1 հաշվի պայմաններում ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կփորձեն առաջարկել թիմերը, ինչ կփորձի առաջարկել առաջին հերթին իհարկե Աջափթակ այս բարդ իրավիճակից դուրս գալու համար Շանելյան Մի անգամից մի քանի փոփոխություն տեղի ունեցավ երկրորդ խաղակեսում Ատալանտայի կազմում Ղազարյանը, Գևորգյան ու Ալիկ Հովհաննիսյանը մտան խաղադաշտ ու տեսնենք արդեն թարմ ուժերով այս ֆուտբոլիստները խաղադաշտում ինչ կփորձեն անել իհարկե այն որ Ատալանտան ընդհանրապես չունի մտածելու հարձակման գծի մասին այս պայդրությամբ դա միանշանակ է այդ ամենի մասին պետք է առաջինը մտածի Աջափթակը Որտեղ այս թիմը իսկապես այս պահի դրությամբ զիջում է մրցակցին ընդհանուր դիմակայությունում 4 գնդակ ու պետք է մտածել այս իրավիճակը հաղթարելու մասին։ Հիմա կար խաղի կանոնների խախտում Մովսիսյանի կողմից Յավորյանի դեմ պայքարում ու ստանդարտ նշանակում մրցավար այս իրավիճակում։ Մաքսիմ Սարգսյան պայեց գնդակը Մեթոյանը դաշտի սահմաններում ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Աջափթակի համար։ Ու տեսնենք Մարտիրոսյանն է գնդակի մոտ, նայեք կատարելու անկյունայինը կա Սուլիչը, Մարտիրոսյան փոխանցում, բայց Յավորյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին, Մովսիսյան, լավ անցում ստացվեց Մովսիսյանից, լավ հարված ու Անդրանիկ Ադամյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը, նորից անկյունային է վաստակում Աջափթակը, Արագորեն Շանելյանը խաղարկեց գնդակը Մարտիրոսյանի հետ ու այստեղ հարված կատարեց Մարտիրոսյանը, բայց շեղությամբ ստացվեց Գոր Մարտիրոսյանի կատարած հարվածը ու Սուրեն Սարգսյանը սկսում է դարպասից ես իջեցնեմ այս զույգի հաղթողը 1 քառորդ եզրափակիչում մրցելու է Վիլյարեալ Մոնցա զույգի հաղթողի հետ ու նորից իջեցնում եմ այդ խաղում
այդ դիմակայության առաջի խաղում 3-2 հաշվով հաղթել է Մոնցան Վիլյարեալին ու այս հանդիպումից անմիջապես հետո մենք կդիտենք այդ դիմակայության պատասխան հանդիպումը Վանիկ Պետրոսյան փոխանցումը կա ու Գևորգյանը այստեղ դիպավ գնդակի եւ ստացվեց այնպես որ գնդակը ուղարկեց Աջափյակի դարպասը 3-1 այս խաղում արդեն հաղթում է Ատալանտան Էդգար Գևորգյան 3-1 այս խաղում 7-2 ընդհանուր դիմակայության արդյունքն է այս պահին ու հաղթողի կարգավիճակում է Ատալանտան երկար փոխանցում ենք տեսնում առաջ բայց այս փոխանցում ուժեղ ստացվեց ու հարված կլինի Ատալանտայի դարպասից արդեն չեն շտապում Ատալանտայի ֆուտբոլիստները իհարկե հասկանալի պատճառներով շտապելը նրանց ծրագրերում ընդհանրապես չի մտնում փորձելու են բնականաբար Սերժ մնալ ավելորդ վնասվածներից այս խաղում Ատալանտայի ֆուտբոլիստները ու մտածել իհարկե իրենց հետագա ճանապարհի մասին այն որ 5 գնդակ է պետք Աջափյակին հեղինակել այսպիսի պաշտպանվող Ատալանտայի դարպաս այս 20-21 րոպեների ընթացքում իհարկե շատ բարդ է պատկերացնել ինչպես պետք է Աջափյակը հաղթարի այս իրավիճակը Ղազարյան դեպի Հովանիսյանը կրկին Ղազարյան դեպի աճ ուղարկեց Վանիկ Պետրոսյանը ընդունել է գնդակը տեսնեք ինչ որոշում է կայացնում փոխանցման եւս մեկ փորձ բայց Արաքելյանը ընդունեց գնդակի իսկ հետո Ղազարյանը փակեց Արաքելյանի փոխանցման ճանապարհը բայց այս իրավիճակը օգտագործել իրենց օգտին չկարողացան Ատալանտայի ֆուտբոլիստները Պետրոսյան դեպի Աչեզար Գրիգորյան շարժվում է առաջ Գրիգորյանը ուղարկեց Պետրոսյանին գնդակը բայց այստեղ ստացվեց Պետրոսյանի մոտ գնդակը հաջող կասեցնել ու եզրային նետման հնարավորություն տվեց Պետրոսյանը Ատալանտային Ղազարյան կա փոխանցում դեպի Ալիկ Հովանիսյանը ու այստեղ վաստակում է անկյունային արվածի հնարավորություն Ատալանտան Խանդամիրյանից դուրս եկավ գնդակը Ղազարյանը կիրասնի անկյունայինը կա փոխանցում Մաքս Սարգսյան չստացվեց հարվածը բայց Յավարյանն ընդունեց ու փոխարենը հարվածեց եւ այս իրավիճակում Արաքելյանը կարողացավ ետ մղել Յավարյանի կատարած հարվածը Մարտիրոսյան մնաց գնդակով Մարտիրոսյանը շատ հաջող գործեց այստեղ ու հետո էլ խախտեց Ադամյանը խաղի կանոնները Մարտիրոսյանի դեմ պայքարում Արագորեն խաղարկեց Աջափյակը գնդակը Պետրոսյան երկար փոխանցում Շանելյան հարված ու հիմա էլ օրիզոնական դարպասաձողն է օգնության գալիս այս իրավիճակում Ատալանտային առանց նայելու առանց շրջվելու հարված է Շանելյանը եւ կարող էր ուղարկել գնդակը դարպասը բայց դարպասաձող այստեղ եկավ օգնության Սուրեն Սարգսյանին Գևորգյան դեպի Ղազարյանը մնաց գնդակով Վանիկ Ղազարյանը կա հիմա փոխանցում ու կար խաղի կանոնների խախտում, այո Ղազարյանի դեմ պայքարում միջև փոխանցում կատարել եմ Ադամյան երկար փոխանցում այնպես ստացել հարվածեց հիմա ոչ թե փոխանցում կատարեց Ադամյանը բայց ուժեղ ստացվեց Անդրանիկ Ադամյանի կատարած այս հարվածի փորձ իհարկե Պետրոսյան դեպի Խանդամիրյանը փոխանցում Մարտիրոսյանն է հասցեագրում Խանդամիրյանն էլ գնդակը երկար փոխանցում դեպի Ժոզեֆ Շանելյանը լավ ընդունեց բայց փոխանցմանը Մեթոյանը չէր սպասում այստեղ Շանելյանի կողմից ու արդյունքում գնդակ Աջափյակը կորցնում է Մաքսիմ Սարգսյան դեպի Աչեզար Պետրոսյանն ընդունեց գնդակը ու շատ հաջող կերպով ազատվեց գնդակից Արաքելյան Առաջինն այստեղ դարպասապա Աջափյակի երկար փոխանցում առաջ, բայց
Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կրկին հարված Ատալանտայի դարպասից կտեսնենք Սարգսյանը շատ լավ նկատեց Պետրոսյանին ու կատարեց փոխանցում Վանիկ Ղազարյան բայց Անդրանիկ Պետրոսյանը շատ հաջող գործեց հետո էլ խախտեց Ղազարյանը խաղի կանոնները ու փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա Ատալանտայի կազմում փոփոխություն այո Ատալանտայի կազմում Ադամյանը լքեց խաղադաշտ ու Արամայիս Գրիգորյանն է մտնում նրա փոխարեն խաղադաշտ Վարդան Գրիգորյան հերու թողեց Գնդակը Գևորգյանը խլում կարողացավ կատարել բայց հետո Գրիգորյանը վերականգնեց Գնդակը Աջափնյակի համար Մարտիրոսյան աջ եզրում է Գորգ Մարտիրոսյանը Գևորգյանն է դիմավորել նրան բայց շարունակում է մնալ Գնդակով ու վաստակում տուգանային արվածի հնարավորություն Մարտիրոսյանը Աջափնյակի համար ու հենց ինքն պատրաստվում է իրականացնել այս ստանդարտը կա փոխանցում Շանելյանը պայեց այո Գնդակը դաշտի սահմաններում ու արդյունքում չվաստակեց այստեղ անկյունային Ատալանտան բայց հիմա Հովանեսյանն է շատ հաջող գործում ափսոս վերջի դրվագում չստացվեց Պետրոսյանին շրջանցել է Մովսիսյան Շարժվում է առաջ Մովսիսյանը լավ նկատեց Մեթոյանին ընդունել է Գնդակը Մեթոյանը բայց Ղազարյանը թույլ չտվեց հարվածի Մեթոյանը հետո էլ Մեթոյանը հարվածեց հենց Ղազարյանի ոտքին ու հիմա տեսնենք Արդյոք լուրջ է Ղազարյանի վնասվածքը թե ամեն դեպքում ֆուտբոլիստը կարողանա վերականգնել այս իրավիճակում իսկապես շատ բարդ հարված ստացավ ոտքին Վանիկ Ղազարյանը բայց հուսանք որ լուրջ ոչինչ չկա Ոչ, ամեն դեպքում փոխարինվեց այստեղ Ղազարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը, բայց հուսանք որ լուրջ ոչինչ տեղի չունենա կամ իհարկե վնասվածքը խնդիրներ կառաջացնի Ղազարյանի մոտ, հուսանք որ 1/4-ում նա կլինի Ատալանտայի հայտարարություն, այն որ Ատալանտան արդեն 1/4-ում է, կարծում եմ դրանում կասկածներ չկան, երկու կարծիք լինել չի կարող ետ բերի Աջափնյակը այսքան գնդակներ իսկապես այսպիսի Ատալանտայի դարպասը անհավատալի է արդեն քանի ժամանակը մոտենում է ավարտին Մովսիսյան գուցե հիմա ստացվի որևէ բան բայց ոչ փակվել փոխանցման ճանապարհը Շանելյան Մարտիրոսյան ու այստեղ էլ անկյունային են վաստակում միայն Աջափնյակի ֆուտբոլիստները այո ընդհանուր 5 գնդակ անհրաժեշտ է առնվազն 5 գնդակ հեղինակել Աջափնյակի համար որպեսզի դիմակայության հավասարությունը վերականգնվի բայց դա պատկերացնելը իսկապես արդեն այլ ժանրից կլինի հանդիպան ավարտին մնացել է 12 րոպե խաղաժամանակ 12-13 րոպե ավելի ճիշտ կլինի ասել խաղաժամանակ հիմա Գրիգորյանը փորձեց բայց շեղությամբ ստացվեց Գրիգորյանի կատարած հարվածը եթե այս բան օրինակ այսպիսի հաշիվ չլիներ կամ գոնե մեկ գնդակի առավելություն ուներ Աջափնյակ այս խաղում մտածել որ այդ մեկ գնդակից բացի եւս երկուսը կարող է հեղինակել ու հավասարություն մտցնել, ապա դա հավանական ու իրատեսական կլիներ, բայց առանց այն էլ պարտվել են 3 գնդակ առաջի խաղում, հիմա էլ պարտվում են 2 գնդակի տարբերությամբ։ Արդեն շատ բարդ է այդ ամենը պատկերացնել։
Մովսիսյան, ընդունած գնդակը ուղարկում է ձախ եզր Պետրոսյանն է այստեղ։ Անդրանիկ Պետրոսյանին թիմավորել է Ատալանտայից Վանիկ Պետրոսյան ուղարկեց Մարտիրոսյանին, բայց Կոշկարյանը հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ Վարդան Կոշկարյան դեպի Ալիկ Հովանիսյանը, գեղեցիկ փոխանցում Հովանիսյանից ու հետրիկ է ձևակերպում Կոշկարյանը այս խաղում։ Հետրիկ Կոշկայանից 4-1 այս խաղում 8-2 ընդհանուր դիմակայության հաշիվը, այո, գրավեց Վարդան Կոշկայանն այստեղ դարպասը, բայց իհարկե արժանին մատուցեք նաև Ալիկ Հովանիսյանին, ինչ գրագետ ու ճիշտ փոխանցում կարողացավ կատարել Կոշկայանին, որից հետո Կոշկայանը գրավեց աջակցի դարպաս ու մեծացրեց արդեն Ատալանտայի առավելությունը։ Ավելին քան մինչ այդ էր Վարդան Գրիգորյան, Մարտիրոսյանին թողեց, Մարտիրոսյանն էլ Մովսիսյանին, ու Մովսիսյանի կտրող փոխանցումն ենք տեսնում, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը Ժոզեֆ Շանելյանի համար։ Հիմա Շանելյանը խլում կատարեց Մարտիրոսյան ու բարձր է ստացվում գոլը Մարտիրոսյանի հարվածի, այլ Գրիգորյան դեպի Աթայանը երկար փոխանցում Հովանիսյանի ուղղությամբ միայնակ է Հովանիսյանը առայժմ ընդունեց ու շատ ճիշտ փոխանցում կատարեց դեպի Կոշկարյանը Գևորգյան դեպի Ալիկ Հովանիսյանը, բայց այս իրավիճակում Գևորգյանի մոտ չստացվեց նույն փոխանցումը կատարել, ինչ րոպեներ առաջ այդ ամենը արեց Ալիկ Հովանիսյանը դեպի Վարդան Կոշկարյանը, Շանելյան, Աչիսկա Գրիգորյանը կա փոխանցում, բայց մի փոքր թույլ ստացվեց ու Գևորգյանը խլում է կարողանում կատարել այստեղ երկար փոխանցում կատարելով առաջ, բայց Պետրոսյանն առաջինն էր Մովսիսյանին թողեց գնդակ ու Կոշկարյանը տեսեք նահանջում եւ կարողանում է պայել գնդակը ու ինչ փոխանցում դեպի Հովանիսյանը ներողություն կա նաև Ռազմիկ Եգանյանի տարբերակը մնաց գնդակով Հովանիսյանը կրկին Կոշկարյան ուղարկեց գնդակը Աթայանին խաղարկում է առայժմ Ատալանտան գնդակը Աթայան լավն էր փոխանցումը Կոշկարյանը Կոշկարյան փոխանցում Հովանիսյան շքեղ գոլի է գնակ է հիմա էլ դառնում Ալիկ Հովանիսյանը 5-1 դարձելով այս խաղի հաշիվը Հովանիսյան 5-1 ֆենոմենալ հարված տեսանք Հովանիսյանից ու արդեն այս խաղում ունի 4 գնդակի առավելություն Ատալանտան շատ իսկապես հաջող գրոհ էր ամեն ինչ սկսեց Կոշկարյան ուղարկելով գնդակը Հովանիսյանին հետո ստացավ նրանից պատասխան փոխանցում վերջին փոխանցումն էլ կատարեց Կոշկարյանն ու ընթացքից կիսաշրջադարձ հարվածով պարզապես Հովանիսյանը ցնցեց դարպասը գրավելով այս իրավիճակում Առաքելյանի պաշտպանած դարպասը արդեն մեղադրել այստեղ դարպասապա Առաքելյանին ոչնչի մեջ ոչ ոք չի կարող, քանի որ արդեն դուրս է եկել փոխանցման ճանապարհը փակելու, բայց Հովանիսյանին միայնակ էին թողել այդ իրավիճակում ու այսպես Ալիկ Հովանիսյանը օգտվեց իրեն ընձեռնված առաջին իսկ հնարավորությունից։ Ուներ նաև Հովանիսյանը հնարավորություն գրավելու նախորդ դրվագում դարպասը երբ կատարեց փոխանցում դեպի Կոշկարյանը, բայց իհարկե նրա կատարած փոխանցում այդ իրավիճակում այլ արժեք ստացավ։ Իսկ հիմա արդեն Հովանիսյանը հենց ինքը աչքի ընկավ խաղադաշտում ու 5-1 այս խաղում արդեն լուրջ իսկապես քայլ է կատարում Աջապյակը ներողություն Ատալանտան հիմա Մարտիրոսյանի հարվածը տեսանք, բայց Սարգսյանը փակեց իսկապես Ատալանտան ես գրեթե կասկած չունեմ որ պայքարելու է Ինտեր կապի մրցաշարը հաղթահարելու համար ունի այդպիսի հայտարարակ Ատալանտան Մաքս Սարգսյան հիմա նկատել է որ Առաքելյանը դարպասում չէ, բայց հարվածը չստացվեց այստեղ Խանտամիրյան լավն էր անցումը, բայց Եգանյանը շատ հաջող խլում կարողացավ կատարելու արդեն շտապելու կարիք ընդհանրապես չկա Վարդան Գրիգորյան բայց այստեղ Մաքսիմ Սարգսյանն առաջինն էր եւ շատ լավ նկատեց Գևորգյանին ու կատարեց այս փոխանցումը նորից գրոհի հասնում Ատալանտան Կոշկարյան կա
Հովանիսյանի տարբերակը եւս մեկ փոխանցում, բայց մի փոքր ավելի ետ ստացվեց այս փոխանցումը ու հիմա էլ Շանելյանը խախտում է խաղի կանոնները Հովանիսյանի դեմ պայքարում եւ շատ վտանգավոր դիրքում ստանդարտ է վաստակում Ատալանտան։ Այո, իսկապես Արժանին մատուցեն Կաջապտյանին, ամեն ինչ արեցին շատ բարձր մակարդակով, շատ բարդ խմբում էր Աջապտյանը ու շատ հաջող հանդիպումներ անցկացրեց Աջապտյանը, նաև խմբային փուլում Աջապտյանը կարողացավ հաղթարել գործող չեմպիոն Վիլյարեալին 2-1 հաշվում։ Մի խոսքով Աջապտյանը այն թիմերից է, որ եթե մնար առաջնությունում, ապա նա էլ միանշանակ պայքարելու է չեմպիոնական տիտղոսի համար, բայց թիմերը այսպես ասեմ, ճակատագրի բերմամբ հանդիպեցին 1-8-ում ու ճանապարհը շարունակելու է Ատալանտան, իսկ Աջապտյանը Վինտեր քափի այս մրցաշարը լքում է 1-8-րդ եզրափակիչից, այո, արդեն իսկապես ամեն ինչ ակնհայտ է, շատ մեծ աշխատանք կատարեց Աջապտյանը փորձելով փրկել այս հանդիպումը, բայց իհարկե կան թիմի կազմում կադրային կորուստներ, չկային շատ առանցքային ֆուտբոլիստներ ու առանց այդ ֆուտբոլիստերի բացակայության պայմաններում իհարկե հնարավորինս փորձեց անել Աջապտյանը, բայց եղավ այն արդյունքը, որը հիմա կա Գրիգորյան ուղարկեց գնդակը Պետրոսյանին, Գոր Մարտիրոսյան Պետրոսյան ու ինչը այստեղ չկար ոչինչ, Աթայանը խլում է կատարել եւ շարժվում առաջ Աթայան, բայց Գրիգորյանը փակում է Աթայանի առաջխաղացման ճանապարհը։ Կոշկարյանն է կատարում եզրային նետում, Աթայան կրկին Կոշկարյան վտանգավոր է ու այստեղ Արլակելյանը արդեն իհարկե կորցնելու ոչինչ չուներ, դուրս եկավ դարպասից ու կարողացավ ոտքով փակել գնդակի ճանապարհը։ Մովսիսյան դեպի Մարտիրոսյանը փոխանցում կատարեց Մովսիսյանը, Մեթոյանն է հասցեագրում Մարտիրոսյանն էլ գնդակը ստանում պատասխան փոխանցումը։ Տեսնենք ինչ շարունակություն կմտածի, դեպի Շանելյանը, կա փոխանցում Վարդան Գրիգորյան, մեկը ստացվում է խփել այս իրավիճակում Աջապտյանի մոտ, Գրիգորյանն է դառնում գոլի հեղինակ, Շանելյանի կատարած փոխանցումից հետո Վարդան Գրիգորյան 5-2 դարձեց Գրիգորյան այս հանդիպման հաշիվը ու Ատալանտան կրկին գնդակով է, հետ փոխանցում դեպի Արամայիս Գրիգորյանը, Եգանյան, կրկին Գրիգորյան, նորից Եգանյանի հետ է խաղարկում, երկար փոխանցում առաջ Աթայան այստեղ մի այնակ էր ու 3-2-ի նետվում է առաջ կրկին Ատալանտան, բայց Շանելյանը շատ հաջող է այստեղ պաշտպանվում, Խանդամիրյան դեպի Մովսիսյանը փոխանցում, Մովսիսյան տարավ իր հետ գնդակ ու Ռազմիկ Եգանյան այստեղ էլ խախտեց այո խաղի կանոնները։ Ստանդարտը տեսնենք, Մովսիսյան արագորեն փոխանցում դեպի Գոր Մարտիրոսյանը, բայց Մարտիրոսյանի հարված այստեղ բարձր է ստացվում։ Աթայան հետ փոխանցում Գրիգորյանին ու Գրիգորյանը ուղարկում է Մաքս Սարգսյանի ուղղությամբ, գնդակը Սարգսյանն շատ լավ ընդունեց ու շարժվում է առաջ, շատ գրագետ անցում Մաքսիմ Սարգսյանից, շատ գրագետ փոխանցում դեպի Ալիկ Հովհաննիսյանը, կրկին Սարգսյան միացել է, տեսեք Սարգսյանը գրոհին, բայց այդտեղ Վարդան Գրիգորյանը շատ հաջող պաշտպանվեց, վերջին րոպեն մեկարկեց հանդիպան ու տեսնենք ինչպես կընթանա այս վերջին րոպեն, իհարկե մրցավարը կարծում եմ եւս մի քանիսը կփոխհատուցի, ամեն դեպքում գոլառետ հանդիպում դիտեցինք, ճիշտ է։ Աթայան խաղարկում է գնդակը Եգանյանի հետ, կրկին Աթայան դեպի Ալիկ Հովհաննիսյանը, շատ լավ փոխանցում Հովհաննիսյանից Աթայանին, Աթայանն էլ ուղարկեց ձախ եզր Գևորգյան, Վարդան Կոշկարյան, բայց այստեղ դադար տվեց Կոշկարյան, իսկ հետո էլ Աթայանի փոխանցման ճանապարհը Վարդան Գրիգորյանն է փակում, բայց բրավո Ռազմիկ Եգանյանն արագություն զարգացեց ու կարողացավ խոչընդոտ հանդիսանալ իրենց դարպասի ուղղությամբ սպառնացող հակագրոհին։
Եվ փոխարինում է հիմա տեղում Ատալանտայի կազմում Մաքս Սարգսյանը լքեց խաղադաշտը, նրա փոխարեն Վանիկ Պետրոսյանը կրկին վերադարձավ խաղադաշտ, արդեն ավագի թև կապով։ Ու այս վերջի րոպեները կարծես հենց այո Վանիկ Պետրոսյանն էլ կրում է Ատալանտայի ավագի պաշտոնը։ Հիմա Կոշկայանը ստանդարտ իրականացնի խորքից փոխանցում, բայց շեղությամբ ստացվեց Կոշկայանի կատարած փոխանցում, իհարկե նմանատիպ իրավիճակները այլևս չեն հետաքրքրում երկու թիմերին էլ, երկուսն էլ այսպես ասած կորցնելու ոչինչ չունեն, իսկապես թե Ատալանտան, թե Աջափնյակը այլևս կորցնելու ոչինչ չունեն, պարզապես երկու թիմերն էլ մտածում են այս հանդիպումը ավարտին հասցնելու մասին։ Շանելյան Շատ լավներ մտահղացումը Շանելյանի, բայց այստեղ գնդակը Մարտիրոսյան ինչ ասավ, ամեն դեպքում անկյունային վաստակում է։ Այստեղ Աջափնյակը Մարտիրոսյան կա փոխանցում Գրիգորյան, հարվածը չստացվեց Գրիգորյանի ու հարված կլինի Սուրեն Սարգսյանի դարպասից։ Հիմա դժվարանում եմ ասել, թե որքան է փոխհատուցել մրցավարը, կարծում եմ 2-3 րոպե ինչ հանդիպան ավարտը, այդքան փոխհատուցի մրցավարը, այդքան փոխհատուցելու առիթ իհարկե կունենա Գրիգորյան։ Շանելյանի թողեց Գրիգորյանը գնդակը, կրկին Գրիգորյան, Շանելյան լավ գրոհ է ձեռնարկել Աջափնյակը, բայց եթե չեմ սխալվում Գևորգյան այստեղ կարողացավ հեռացնել գնդակը ու նորից անկյունային է վաստակում Աջափնյակը։ Շանելյանը կիրասնի անկյունայինը կա փոխանցումը Մեթոյան հարված եւս մեկն է ետ բերում Աջափնյակը շատ լավ հարվածեց այստեղ Մեթոյան ու գրավեց դարպասը։ Եղավ Մեթոյան 5-3 այս խաղում դարձրեց Մեթոյանը հանդիպան հաշիվը ու իհարկե պարզապես դիմակայության հաշվի տեսանկյունից նայելով չենք արձագանքում այսպես ասած այս խփած գնդակներին, իսկապես եթե լիներ օրինակ այս գնդակը շատ կարևոր Աջափնյակի համար միգուցե որևէ այլ պատկեր ստանար այս խփած գնդակից հետո Աջափնյակի ֆուտբոլը, Աջափնյակի առաջարկած ֆուտբոլը, բայց իհարկե նրանք էլ շատ լավ հասկանում են, որ շատ խոշոր են զիջում միջև այս վերջին երկու գնդակը հեղինակել է հիմա այնպես չէ որ տարբերությունը քիչ է Աջափնյակի ու Ատալանտայի բայց ամեն դեպքում այս հանդիպումը ավարտվեց դիմակայությունը ավարտվեց Ատալանտան գնում է դեպի 1/4 իսկ Աջափնյակը Winter Cup-ի այս մրցաշարը լքում է 1/8 եզրափակիչի ծափարությունները թե Ատալանտային թե Աջափնյակին այս հետաքրքիր հանդիպումների համար այս հանդիպան համար այսքանը կհանդիպենք քիչ անց